Էլեկտրական ցանցերը զավթեցին Սամվել Կարապետյանից, որ ինչ անեն։ Վճարելու են Թուրքիան, դա իր նպատակն է, կործանի Հայաստանը։ Սյունիքն էլ է տալու, տավուշն էլ է տալու, սաղ տալու։ Ես չգիտեմ ինչի համար խլեցին, որ իրանց նպատակներին ծառայի երևի։ Եթե մարդը ճիշտ կառավարում է, ինքը ստեղծել այն կառավարում են, չի համար են խլում։ Ինքը եթե իր հարգերը ժամանակին մտածում է, իր ժողովրդի մասին մտածում են, չի համար են խլում մարդուց։ Ես մենակ մի բան կասեմ, Եվրոպայում դեռևս 19-րդ դարում, երբ որ մոնոպոլիաներ ձևավորվեցին, ոչ մեկը չասեց, բերենք տանք, սպանենք, նա հարուստ է, ես իմիջա կյանքը լավացավ, ժողովրդի համար աշխատատեղեր ստեղծվեց, ժողովրդի կյանքը բարելավվեց։ Չեմ անում ինչ պետք է անեմ, հեսա վաղը միսով տեսնենք ինչ պետք է անեմ։ Ես այդ ցանցերն են զավթել, տեսնենք ինչ են անելու, ծրիցան են անելու, ոնց են կարող։ Ցանցերը զարթեցին, մյուսը երբ երեք ասում է արևի բանի մասին, էլեկտրոէներգիայի մասին։ Նորմալ բան է, երեխան մանկապարտեզի ինչ-որ դաժե դպրոցական չի, ինչ-որ անհասկանալի ինչ-որ խոսակցություն է։ Ում հետ է խոսում, ինչ անելու։ Չգիտեմ, չեմ կարող ասեմ, բայց եթե ինքն ընտրվի միգուցե հետ վերցնեն։ Շատ մեծ սխալ են թույլ տվել։ Շատ մեծ սխալ են թույլ տվել։ Մի նպատակ ունի, որպեսզի հեծը հանձնի Ադրբեջանին։ Հասկացա՞ր։ Միասնական էլեկտրական ցանցի մասին է խոսքը։ Հեծը հանձնի Ադրբեջանին, ատոմը հանձնի, ատոմակայանը հանձնի Թուրքիային, հիմա Էլենը արդեն գնացել է Պուտինի մոտ, որպեսզի մեր երկաթգծերը հանձնի Ղազախստանին։ Այն երկրները, որ մեր թշնամիներն են։ Իսկապես մեր թշնամիներն են։ Եվ նրա այս բոլոր քայլերը տանում է մեր թշնամի երկրների ծրագրի հիման վրա։ Իրենց ծրագրով է ինքը ասում է նրա Թուրքը երաշտության տակապարում, այսպես ասած։ Ադրբեջանական բենզին են վաճառում հայաստանյան որոշ լցակայաններում։ Ոնց եք նայում։ Շատ վատ, ես շատ հայրենասեր եմ։ Շատ վատ եմ նայում ամեն ինչի։ Թուրքիի հետ չի կարելի բարեկամանալ։ Թուրքը մեր թշնամին է, всё։ Ինչպես Ղարաբաղում, որ բլոկադայի ենթարկեցին, հիմա այդ բենզինը կմատակարարեն, կախվածություն կառաջացնեն Հայաստանին, Ադրբեջանի նավթից։ Ռուսաստանի հետ հարաբերությունները կփչացնեն ու կշրջափակեն Ղարաբաղի նման։ Ադրբեջանը բենզինը չի տա, մյուս բաները չի տա, վերջում էլ մի չանց կտան, կասեն գնացեք, ինչպես Ղարաբաղում։ Ես տենց եմ նայում կյանքին, չգիտեմ ով ոնց։ Մի հետելա, մարդիր թշնամու հետ, ըսկի, որ Հայաստանի մեջ մի հետ լարվում ես, չես ուզում նրա հետ առնչություն ունենաց, այդքան մեր ջահելները գնացին կորան, էլ նրանց հետ կարելի է հարաբերություն ունենալ։ Ես դեմ եմ Ադրբեջանից բենզիններ տրվի, որտեղ շատերը բողոքում են, շատերն ամեն լավը չի, չեմ կարող ասեմ, դա բենզինը ոնց է, բայց չգիտեմ, ալուրը Ադրբեջանով է գալիս, մարդիկ կան, որ շատ պատանում են, չեմ կարող ասեմ, որ նա Իրանց համար պետք է։ Ինձ համար կյանքում ես Ադրբեջանցու հետ ոչ բարեկամություն կանեմ, ոչ հարևանություն։ Ինքան զոհ եմ տվել, որ ախպեր տղեր։ Ինձ Ադրբեջան չպետք է չի։ Իրանա պետք է։ Ինչպես է ստացվում, որ մեր Հայաստանի վարչապետը մեր բոլոր բարեկամներին թշնամի դարձրեց։ Իսկ այն բոլոր թշնամիները, որ դարերով մեզ հետ թշնամություն էր անում, նրա հետ ուզում աննստի բարեկամություն անում։ Ես չեմ հասկանում։ Եվ ոչ միայն ես, այլ նաև մնացածները չեն հասկանում, այս ինչ իշխանություն է։ Սա այն ժամանակաշրջան է, որ նոր սերունդը, հաղթանակի սերունդը, պատերազմ տեսած կորուստներ ունեցած սերունդը չի կարող։ Առնվազն պիտի 50 տարի ժամանակ անցնի, որպեսզի նոր սերունդը ստեղծի նոր քաղաքական դաշտ, այդ դաշտի վրա կարողանան ստեղծել կապեր։ Ղարաբաղում ապրելու ժամանակ, երբ որ մեզ ստիպեցին ստղից Հայաստանից Փաշինյանի կառավարությունը ստիպեց, որ Աղդամի ճանապարհը բացենք, առևտուր անենք։ Մենք չբացեցինք։ 9 ամիս մենք ընդունեցինք շրջափակումը, մարդիկ սովամահ էին լինում, երեխան դպրոցում ուշաթափ էր լինում սովից, և մենք չբացեցինք, հիմա ինքը թշնամու հետ ուզում է Մարգարեի կամուրջը բացի առևտուր անի, ուզում է
ճիրանցում առևտուրանի, ուզում էին մնացածների հետ առևտուրանի, դա չի լինի։ Ժամանակա պետք, վերքը, որպեսզի սպիանա։ Այ օրինակ Իջևանում 1000-ից ավել ղարաբաղցիներից եկած կան։ Դրանցից 800-ը սգավորներ են։ Մեր տղաների նկարները, հիշատակը, խաչքարերը վերացնում է դպրոցներից, պատմությունն է զրոյացնում, բայց մեր Ղարաբաղի ժողովուրդը այնքան սկզբունքային են, այնքան հայրենանվեր են, որ այն հույսը, որ մենք վերադառնալու ենք Ղարաբաղ, դա ինիլով է։ Պիտի քայլ առ քայլ իշխանափոխություն լինի, նոր իշխանությունները կմտածենք իշխանափոխության եւ ժողովուրդը ոտքի կկանգնի։